Այս քննության ժամին նստած եմ, ելնում ես Վարդանիկը պատրաստված չի, լմել ես կողի լավ սովորովին հարցնում ես մախտեր, բան ինչ անեմ, ասում դե նայտես ես ոնց եմ պատասխանում, այդ նույն ձևի դու կպատասխանես էլի։ Լավ սովորովի հետում սրանը սկսում են հարցեր տալ, ասում մտաղա ջան, կարաս ռուս ղեկավարների անուններ ասես, ասում ախի չեմ կարա, Ստալին, Լենին, Պուտին, ասում եմ դա վապրես, ասում իսկ Մարս մոլորակի վրա կյանք կա, ասում դե գիտականորեն ապացուցված չի դեռ, ասում են լավ, ոբշեմ, սրան ուղարկում են ես Վարդանիկին է կանչում, ասում են տղա ջան, անունդ ինչ է, ասում Ստալին, Լենին, Պուտին, ասում են տղա ջան, կարող է դու գիժ ես, ասում հələ գիտականորեն ապացուցված չի։ Սնգեր Մարգոն Վարդանիկին հարցնում, ասում Վարդանիկ, հոգեբանական բռնության ինչ ձևեր գիտես, ասում թե օրինակ ընկեր Մարգոն, ոնց ասեմ, որ դասից հետում եմ տուն սոված ծարավ, մաման ասում քանի շորեր է տել չես փոխեմ, մի հատ շուտ գնա խանութ հացար արի։ Սնգեր Մարգոն Վարդանիկին ասում Վարդանիկ, պատկերացրու, որ առյուծը ընկել է քո հետևից, ինչ կանես այդ դեպքում, ասում այդ պահին դադար եմ պատկերացնել։ Կենսաբանության ժամին ոբշեմ տասատուն հարցնում, ասում երեխաներով կարող եմ այդ թռչունի անուն ասել, Աշոտիկը ձեռա բարձրացնում, ասում հələ ասա Աշոտիկ, ասում կոկորդիլոս, ասում տղա ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ասում ով է քեզ այդպես հիմարություն ասել, պապաս, ասում ախի պապատ ով է որ, արդարա դատության փոխնախարարն, ասում հա վայ մոռացել էի, բալես ճիշտ է, կոկորդիլոսը թռչուն է։ Վարդանիկը գալիս է տուն հորը, ասում պապ, վաղը դպրոցում Քիփլիկ ծնողական ժողով, ասում այսինքն տղա ջան, Քիփլիկը ո՞րն է, ասում դե ես եմ լինելու, դու մեկ էլ տնօրեն ես։ Վարդանիկը դասի ժամանակ քնում է, Սնգեր Մարգոն ձենը գցում է գլուխը, ասում է շուտ դեր կաց Վարդանիկ, ես մի քիչ առաջ ասացի, չէ, չքնեք դասի ժամանակ ասացան։ Սնգեր Մարգոն, որ դու էդի ասիր, ես այդ վաղտ արդեն քնած եմ եղել։